Սիրելի հետևորդներ, այսօր մարտի 3-ն է, եկել եմ մի Ծիրանի այգի, ուրեմն նկարահանումներ եմ սկսել անել այգում, ուզում ենք այսօր ծանոթանալ գարնանային առաջին աշխատանքների հետ, հետագայում սրանից հետո ինչ սրսկումներ են անելու, հիմա մոտենանք մեր այգու սեփականատիրոջը և խնդրենք մեզ մի քանի հարցի պատասխանի։ Բարև ձեզ, խնդրեմ ներկայանաք։ Արտուշ, ուրախ եմ։ Հիմա ինչ աշխատանքներ եք անում ձեր Ծիրանի այգում։ Ետել ենք, հիմա հավաքում ենք, ճյուղերը, մուղերը հավաքում ենք։ Իսկ ծառերի էտից հետո առաջին սրսկումները, որ պիտի անեք այգում, ինչ սրսկումներ են։ Ինչ սրսկումներ եք անելու։ Կապույտ քար։ Կապույտ քար, միայն կապույտ քար։ Ոնց են ասում, պղնձարջասպի լուծում։ Միայն դա եք տալիս։ Հիմա քանի ճյուղ բան չկա, թուփ չկա, մենակ է դա։ Շատ լավ։ Սիլիտրա ենք սվել։ Կարբամիտ եք։ Քանի տարեկան այգի է ձեր այգին։ Այս մասը 30, այս Հա։ մասը։ Այս մասը 10 տարի, 11։ Իսկ ինչ տեսակի ծիրաններ են։ Լրի շալախ ծիրան են, ուրիշ ծիրան Որ տանում են ուրիշ երկրներ, էնել ես քանի տարի տանող չկա։ Հա, հասկանալի։ Իսկ առաջին ջուրը երբ եք տալու։ Դե երբ որ ջուր տանել, ապրիլի վերջին, ապրիլի մեջ։ Մինչ այդ բնության հույսով աճելու է։ Չէ, դե ծառայ միայն հիմա ասենք ջրելու կարիք չկա է։ Որտեղ խոնավությունը շատ է։ Շատ լավ։ Սա ծմեր ասենք ձուն եկել է, անձրևներն եկել են։ Իսկ Եղանակն էլ ցուրտ է, չի գոլորշանը, որ ջուր ուզեն։ Ունեց ոչինչ էլ լավ է, մենակ ռեալիզացիա անել, որ մշակում էր ծիրանը չեն տանը, մնում աստեք բերք ծառի տակ այդ։ գյուղացու համար մեկ խնդիրն է։ Միշտ Ծիրանի սեզոնին գալիս է իրավիճակ, որ հա, ընկերությունները կամ խնդրահարույց են լինում։ Հա, նախորդ տարի էլ մենք էինք ծիրան հավաքում, նման խնդրի առաջ մենք էլ ենք բախվել։ Ուրեմն առաջին փուլով տալիս եք պղնձարջասպ, իսկ սնկային հիվանդությունների դեմ, անձրևները երբ որ շատ են լինում, անձրևի դեմ ինչ եք անում։ Ինչ պաշտպանիչ միջոցներ եք։ Դե եթե մենք բանը բուժանույթն առնում ենք, իրանք արդեն բուժանույթ ծախող արդեն գիտի ինչ պիտի տա, էլի։ Հա, հասկանալի։ Ալիսա բերում ենք սրսկում ենք։ Հասկանալի է։ Շնորհակալ ենք ձեզ հարցմանը մասնակցելու համար, մեր հարցերին պատասխանելու համար։ Հա, սիրելի հետևորդներ, ուրեմն առաջի փուլով արդեն պարզվեց ձեզ համար ինչ պիտի արվի։ Ահա, ինչպես տեսնում եք, սա 10 տարեկան ծիրաններն են։ Եվ իհարկե մեր ճկնաղ Արարատը հեռվում։ Մենք գտնվում ենք Դիտակ եւ կարծեմ Մկչյան գյուղերի միջակայքում, Դաշտամիջյան հատվածում են գտնվում։ Այսքանը սիրելի հետևորդներ, սպասեք առաջիկայում մեր նոր տեսանյութերին, դե ինչ, կհանդիպենք։